Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մարտի 12։ Զաբուղոնի մասին ասաց. ուրախացիր Զաբուղոն քո դուրս գալու ժամանակ։ Երկրորդ Օրինաց 33-րդ գլուխ 18-րդ խոսք։ Ազգատոհմերի օրհնությունները մեզ են պատկանում, քանի որ մենք ենք ճշմարիտ Իսրայելը, որը երկրպագում է Աստծուն հոգով և չի վստահում մարմնին։ Զաբուղոնը պետք է ուրախանա, քանի որ Եհովան կօրհնի իր ելքը։ Մենք այս օրհնության մեջ տեսնում ենք նաև մեզ համար թաքնված խոստումը։ Երբ մենք դուրս գանք, մեզ կսպասեն ուրախության առիթները։ Մենք ճանապարհ ենք ընկել, որտեղ Աստծո նախախնամությունը ուղեկցում է մեզ։ Մենք ճանապարհ ենք ընկել դեպի գաղթ, և Տերը մեզ հետ է, թե ցամաքում, թե ծովում։ Մենք ճանապարհ ենք ընկնում որպես միսիոներներ, և Տեր Հիսուսն ասում է. «Ահա ես ձեզ հետ եմ միշտ, մինչև աշխարհի վերջը»։ Մենք օրեցօր գործի ենք դուրս գալիս և կարող ենք դա անել ուրախությամբ, որովհետև Աստված մեզ հետ կլինի առավոտից մինչև երեկո։ Երբեմն, երբ նոր գործ ենք սկսում, մի վախ է դանդաղ սողոսկում մեր հոգու մեջ, որովհետև չգիտենք, թե ինչի կարող ենք հանդիպել ճանապարհին։ Սակայն այս օրհնությունը կարող է մեզ համար դառնալ քաջալերանքի քաղցր խոսք և բարի խրախույս։ Երբ ճանապարհ ընկնելու համար հավաքում ենք մեր իրերը, եկեք այս խոսքը ևս դնենք մեր ճամպրուկի մեջ։ Ավելին, դրոշմենք այս խոսքը մեր սրտերի մեջ և այնտեղ պահենք նրան։ Այո, թող այն հանգչի նաև մեր լեզվի վրա, որպեսզի մեզ մղի երգելու։ Եկեք խարիսխը բարձրացնենք երգով կամ կառքի մեջ նստենք սաղմոսով։ Եկեք լինենք ուրախացող ցեղից և մեր յուրաքանչյուր շարժման մեջ, ուր էլ որ գնանք, ցնծացող սրտերով փառաբանենք մեր Տիրոջը։